Բայց վախում եմ։ Չեմ հաղթահարել անգամ կորստի վախը, բոլոր կոմենտները կարդում եմ դե։ Մազից զզվում եմ։ Եվ ես քեզ խոստացել եմ մազ եւ կատու չի լինի։ Բացարձակ քո նշած պոֆիգիստը չեմ եղել, վախ կորցնել ծնողին։ Ամենամեծ վախը սա եղել ու կա, էլ այդ ներվը չկա, որ պետք է ուժեղ լինես։ Ազնիվ ես ինքդ քո հետ։ Եթե ազնիվ ես, ուրեմն նաև թույլ ես։ Ապրել հանուն քեզ, հանուն երեխայի։ Դեռ չեմ սխալվել այդ որոշումների մեջ։ Մեր հաղորդման նպատակին ուրեմն հասանք։ Դուք ուզում եք վախեցնել ինձ։ Մի քիչ, չվախեցնենք։ Քնության կորստի վախ։ Այցելեի մարդիկ ունեն այդ ինձ թվում է TV-ից դուրս գալուց։ Խոսենք TV-ից դուրս գալուց, դու կխոսես։ Բարի գալուս Ծևարկղ եւ այսօր մենք կբացահայտենք Մանե Գրիգորյանին, սիրված հաղորդավարուհի եւ Երգի պետական թատրոնի տնօրեն եւ բոլորի սրտերը գերած հենց այնպես հաղորդաշարի նախագծի հեղինակ, հաղորդավար, պարզապես գեղեցկուհի լավ մարդ։ Շնորհակալ եմ Լիլիթ, ուրախ եմ, որ այստեղ եմ, ուրախ եմ, որ ունես նոր նախագիծ YouTube-ում ու շնորհավորում եմ կանաչ բարի ընթացք եմ աղթում։ Քեզ էլ շնորհակալ եմ, որ այսօր Մանեն ունի, տեղեկացնենք, որ մենք նկարահանումը անում ենք իրենց պրեմիերայի օրը եւ շնորհակալ եմ, որ չմերժեցիր ու եկար խոսելու վախերի մասին։ Վախում եմ չհասցնել։ Իմ ամենամեծ վախը։ Հիմա հենց հիմա վախենում ես չհասցնել, հա։ Առհասարակ այս շրջանում երևի ամենամեծ վախս է դա չհասցնել։ Օրվա ընթացքում երբ ծանրաբեռնված եմ, փորձեր, ձայնագրություններ, նկարահանումներ, մոնտաժ, կազմակերպչական տարբեր աշխատանքներ պլյուս բյուրոկրատիա, կանգ եմ առնում, մտածում եմ ինչի համար եմ այս ամեն ինչը անում ես, ու հետո հասկանում եմ, որ ես վախենում եմ չհասցնել։ Չգիտեմ, ասում են միլենիալների վախն է, նաև COVID-ի պատճառահետևանքային, հա, խնդիրներն են չհասցնելու, արագանելու, ամեն ինչ անելու ու այս ընթացքի մեջ կորցնելու շատ կարևոր բաներ, ներքին բաներ։ Ինձ թվում է այս նաև կյանքն է մի քիչ արագացել ու դրանից է նաև որ անդադ մենք ընկնում ենք ինքներս մեր հետևից որ հասցնենք սա էլ հասցնենք, նա էլ հասցնենք։ Բայց այս վերջին տարիներին շատ տեսանելի է այդ մեր հետևից ընկնելը ու իրականում դա շատ վատ է, որովհետև նաև ինչ որ մի օր անդրադառնում է առողջության վրա։ Ես անդադ քո սոցցանցերի սթորիներից եմ տեսնում, որ այսօր էլ Մանեն ուշ գնաց գիշերը տուն, մինչև գիշեր աշխատեց։ Ես որ գնում եմ տուն, տանել եմ աշխատում։ Ես միայն մի քանի ժամ, եթե քնում եմ, այդ ժամանակ չեմ աշխատում։ Արտանում եմ աշխատում եմ, քնելիս աշխատում եմ ու հետո երբ օրինակ ինչ որ տեղ են ինձ հրավիրում, գնում եմ ասում ոյ քաղաքում էս ինչքան բան է բացվել։ Ես այս քաղաքից ոնց որ չլինեմ, այդ ամբողջ օրը աշխատում ենք, բայց դա կարծում եմ սխալ է, որովհետև լավ արդյունքը նաև դանդաղ հանգիստ ընթացք է ենթադրում, հա, ու այդ պարագայում դու էլ քեզ չես վնասում։ Հոգեբանները հաճախ ասում են, որ եթե ուզում եք մարդուն իսկապես ճանաչել, անպայման իրենց վախերի մասին լսեք։ Հիմա փաստորեն քո վախերը չհասցնելն էր, հա։ Չհասցնելն է, այս շրջանում չհասցնելը նաև բերում է տագնապային վիճակի, հոգեբանական վիճակի, որը շատ տեսանելի է իմ մտերիմների համար վերջին շրջանում։ Բայց ինչ որ մեթոդներ կա, որ պայքարում ես դրա դեմ, օրինակ ինչ որ մի պահի ասես վերջ, հոգնեցի, ել չեմ ուզում սրա դեմ պայքարեմ, հիմա պիտի հանգիստ տամ իմ օրգանիզմին։ Գիտես, երևի հիմա շատ տագնապային եմ հենց այդ պատճառով, որ գիտեմ ինչպես կարող եմ կանգ առնել եւ հանգստանալ, օրինակ 3-4 օրով ինչ որտեղ փախնել, դա կլինի Սյունիքի մարզ, դա կլինի Դիլիջան կամ երկրից դուրս, գիտեմ լուծումը, բայց ժամանակ չեմ գտնում ու այդ ժամանակ չգտնելն էլ է բերում այդ վիճակին, որովհետև օրինակ նախկինում էլի ծանրաբեռնված եմ եղել, բայց իմացել եմ, որ օրինակ 1 ամիս հետո կամ 2 ամիս հետո մի քանի օրով փախնելու եմ ու այդ փախնելը իրականում թե մտքի, թե ֆիզիկական վիճակի վերականգնում է ու շատ կարևոր է։ Ես
իմ լուծումը գտել եմ, ուղղակի այս շրջանում ժամանակ չեմ գտնում անգամ այդ 3-4 օրվա համար։ Օգնենք Մանեին։ Օգնեցեք։ Օգնենք, որ ժամանակ գտնի իր համար։ Այ վախերից խոսելիս չեմ կարող չանդրադառնալ մեդիա մարդկանց վախերին, հատկապես հեռուստատեսությունում աշխատող, հեռուստատեսությամբ շնչող։ Ես իհարկե ի համեմատություն քեզ շատ ավելի վաղ եմ լքել հեռուստատեսությունը, իսկ դու ամբողջ կյանքում գրեթե կարելի ասել կյանքիդ կեսից ավելին հեռուստատեսությունում ես եղել, եւ գիտես հետաքրքիր մի ֆոբիայի անուն եմ գտել՝ մետատեսիոֆոբիա, վախ փոփոխությունից։ Սա ամենատարածվածն է, երբ որ մարդը թողնում է իր երկար տարիների կարիերան, եւ կա նաեւ ինքնության կորստի վախ, երբ որ հաճախ մեդիա մարդիկ իրենց ինքնությունը կապում են հենց էկրանի հետ։ Երբ որ դուրս եկար հեռուստատեսությունից, լքեցիր, այդ ավելի ազատություն էր, թե անորոշություն, տագնապ, ինչ էր քեզ համար։ Հետաքրքիր է, որ այդ փոփոխության վախը տերմին ունի, փաստորեն, որովհետև կարծում եմ այդ վախով ապրել ենք շատ շատերս, հատկապես հանրային հեռուստաընկերությունը այն կառույցն է, որտեղ ապրում ես պատերով, ապրում ես մարդկանցով, նախագծերով ու շատ դժվար է, կարծես տունդ լքես։ Իմ մոտ էլ այդ զգացողությունը, մինչև հիմա որ գնում եմ այնտեղ, իմ մոտ այդ տպավորությունն է, որ տուն եմ հետաքրքիր։ Իրականում մի քանի տարի եկել եմ այդ որոշմանը, որովհետև շուտ էի որոշել, որ այս շրջանում ճիշտ չէ, ես շարունակեմ աշխատել, բայց այդ վախը, այդ տերմինը, որ ասացիր, փոփոխության վախը թույլ չէր տալիս, որ դուրս գայի, որովհետև 20 տարի աշխատել մի կառույցում ու եկեք այսպես ասենք, որոշ ժամանակով լքել այն, դժվար որոշում է։ Վստահ եմ, որ ինչ-որ մի օր բոլոր հեռացածները վերադառնում են։ Գուցե չեմ բացառում, բայց այդ վախը եղել է բնականաբար ու միշտ մտածել եմ, որ հեռանալուց հետո շատ տանջվելու եմ, դեպրեսիայի մեջ եմ ընկնելու, դա լավ վախ։ Չես ունեցել, բայց նման շրջան։ Չեմ։ Այսինքն այդ ինքնության կորստի շրջանը չես ունեցել։ Ես չեմ պատկերացրել, որ այս աստիճան ազատություն կլինի, ներքին ազատություն, որը վերջին տարիներին չեմ զգացել ամեն դեպքում այնտեղ։ Իսկ արդեն պլանավորել էիր, որ, չգիտեմ, դուրս եկա հաջորդ օրվանից արդեն թատրոնի գործերով եմ զբաղվելու, գուցե դա էր, որ քեզ այդ անորոշությունը դուրս եկա եւ մեկնեցի Փարիզ մի քանի օրով։ Ճիշտ որոշում եկա, հանգստացա ու վերադարձա արդեն հենց այնպեսի գաղափարով ու բնականաբար կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներով, ինչն էլ թույլ չտվեց, որ ես երևի թե կարոտեմ էկրանը, որովհետև միևնույնն է մնացի շատերի էկրանին։ Ուղղակի այդ էկրանը տեղափոխվել է YouTube։ Բայց YouTube-ն է շատերը դիտում են հեռուստացույցով։ Հա ու շատ ազատություն է քեզ տալիս, որովհետև նույնիսկ հեռուստատեսությունում շատ կանոններով են, իհարկե գուցե մյուս հեռուստաընկերությունները չունեն, բայց հանրայինը գիտենք բոլորս ինչ խիստ կանոններ ունի։ Առաջին մի քանի նկարահանումը դժվար էր, որովհետև դեռ հանրայինի կանոններին էի հետևում, մինչև հասկացա YouTube-ը իրենից ինչ է ենթադրում եւ ինչ է կարելի ու ինչ չի կարելի YouTube-ում, իրականում ամեն ինչ կարելի է, չի կարելիներ գրեթե չկան, որոշումը քոնն է ու այդ ազատությունը իսկապես շատ կարևոր է ինձ համար։ Հիմա քեզ մարդ հեռուստատեսություն զգում ես։ Հա։ Որովհետև իսկապես մարդ հեռուստատեսություն եմ այս պահին, բացի հենց այնպեսից նաև մանկական տուտիկ TV ալիք ենք բացել։ Իդեպ շնորհավորում եմ, շատ հետաքրքիր նախագիծ է։ Տարբեր նախագծեր, մանկական, ուսուցողական, երաժշտական բնականաբար, այստեղ նաև երգիպետական թատրոնն է ամբողջությամբ աշխատում ու միաժամանակ մի քանի նախագիծ ենք անում, ինչը արդեն իսկ չասենք հեռուստատեսություն, բայց գնում ենք դեպի փոքր հեռուստատեսություն, այո։ Մանե, անդադ խոսում ենք քո աշխատանքի մասին, դու անդադ քեզ կապում ես քո աշխատանքի հետ ու իսկապես այդ ինքնության հետ ասոցացվում է մեդիա մարդը իսկապես իր ինքնության հետ է ասոցացնում։ Կուզեմ նաև շատ անձնական թեմաներից խոսենք, որն էր այն ամենաառաջին վախը, որ դու հասկացար, որ վախեցա։ Որտեվ սովորաբար հոգեբաններն ասում են, որ մարդկանց վախերը մինչև 7 տարեկանում է ձևավորվում։ Երբ որ երեխան մոտենում է օրինակ կրակին, չի հասկանում, չէ, որ դրանից վառվելու է, վախ չունի, բայց մինչև 7 տարեկանում ձևավորվում են այդ վախերը։ Իսկ դու հիշում ես այդ առաջին վախը քեզ մոտ երբ սկսվեց ու հասկացար, որ վախեցա։
Վախը եղել է մանկուց, շարունակվել է շատ երկար, մինչև վերջին տարիները վախ կորցնել ծնողին։ Ամենամեծ վախը սա եղել ու կա։ Իսկ ավելի կենցաղային վախեր, ես իրականում շատ համարձակ եմ եղել եւ շատ էքստրեմալ, այսինքն ոչինչից չեմ վախեցել, բոլոր հնարավոր սպորտաձևերը փորձել եմ, բոլոր ատրակցիոնները նստել եմ, վախ չեմ ունեցել, ինչը շատ արագ փոխվեց կայայից հետո, աղջկաց ծնունդից հետո։ Ես դարձա շատ այսպես անհանգիստ մայր, ինչպես իմ մաման էր ամբողջ կյանքում։ Պատասխանատու իր եւ քեզ համար։ Այո, եւ թեև նրան էլ եմ սովորեցնում լինել համարձակ, էքստրեմալ, բայց միևնույնն է վախեր ունենում եմ պրիմիտիվ արագ քշելուց մինչև վախենալու ատրակցիոններ։ Քանի որ խոսեցինք ծնողներից, Յունգը մի հետաքրքիր միտք ունի, որ մեծ ծնողների երեխաները մեծ նկատի ունի հաջողակ, պատմական, իսկ կարծում եմ Արթուր Գրիգորյանը հենց այդ կերպարն էր։ Ունեցել ես այդ վախը երբևէ, որ իր քեզ տեսնելիս, քո մասին խոսելիս, քեզ հետ շփվելիս, քո մեջ փնտրեն իրեն ու քո հաջողությունները կապեն իր հետ։ Թող կապեն, ես միայն հպարտանում եմ դրանով, չէ, վախ չեմ ունեցել։ Շատ հաճախ ես ասում, որ հպարտանում ես։ Չէ, վախ չի եղել, որովհետև միևնույնն է յուրաքանչյուր մարդ իր արածով է մնում պատմության մեջ ու այստեղ ուղղակի իմ աշխատանքին գումարվել է նաև նրա ստեղծածը պահել ու տարածել, զարգացնել, այսինքն ես միևնույնն է իմ ստեղծածը հեռուստատեսային, նախագծերն են կամ անգամ ներկայացումները, որոնց հեղինակը ես եմ, իսկ պապայի ստեղծածը շարունակում եմ պահպանել, այսինքն այստեղ ուղղակի երկու մարդու պատասխանատվություն է ինձ վրա։ Հենց այդ պատասխանատվությունն էի ուզում նաև հասկանալ, արդյոք դա ավելի ծանրություն չի դառնում քո ուսերին, որ արդարացնես իր անունը։ Շատ, էդ էլ է վախ իրականում, վախ չսխալվելու, չհաջողելու, նշածողը պահելու, չիջացնելու որևէ պարագայում։ Իսկ շատ ես մտածում դրա մասին։ Շատ, յուրաքանչյուր նախագիծ, անգամ այն նախագիծը, որը օրինակ իր երաժշտության հետ կապ չունի, իմ նախագծերից է, միևնույնն է մտածում եմ առաջին միտքը դա է, ինչ կասեր ինքը, կհավաներ, եւ եթե գալիս եմ այդ մտքին, որ դուրը կգար, նոր, արդեն հանրային եմ դարձնում։ Այսինքն չի գալիս մոտոտ այն պահը, որ սա հերթական հաջորդ նախագիծն է, միշտ անընդհատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում, յուրաքանչյուր նախագծի կլինի հաղորդում, կլինի ներկայացում, թե ալբոմ։ Ինձ թվում է Արթուր Գրիգորյանը երկնքից միայն հպարտանում է քեզնով։ Ես հուսով եմ մենք մի օր կհանդիպենք ու ամեն ինչ կքննարկենք, այն ամեն ինչը, ինչ ես անում եմ առանց նրա։ Այդպես էլ կլինի, վստահ եմ։ Իսկ լինում է եղել է քո կյանքում մի որոշում, որ մտածես, որ ես դա արեցի ու շատերը չէին համարձակվի դա անել։ Շատ։ Ու ինձ իմ ընկերները օրինակ են բերում հաճախ, որ Մանեն շատ համարձակ է ու արագ է որոշումներ կայացնում, լինեն անձնական որոշումներ, թե աշխատանքային, ես շատ երկար չեմ մտածում, եթե վստահ եմ, որ այդ արդեն ինձ պետք չի։ Եվ դուրը փակում եմ ու էլ հետ վերադարձ չկա, կլինի ընկերություն, կլինի անձնական կյանք, թե աշխատանք։ Ու դեռ չեմ սխալվել այդ որոշումների մեջ ամեն դեպքում, գուցե, գիտես, լինում են պահեր, երբ հայտնվում ես ամենաներքևում, բայց դա ամենալավ տեղն է վերև բարձրանալու, որովհետև ելքը միայն վերևն է։ Երբ ես քեզ այդպես զգացել։ Պապայից հետո ես կորցրել էի ինձ, կորցրել էի ամեն ինչ եւ հայտնվել էի շատ ներքևում ու այդ պահին հասկացա, որ եթե պետք է պահպանել մարդու տասնամյակներով ստեղծածը, ելքը մեկն է։ Պետք է աշխատել շատ, աշխատել օր ու գիշեր, շատ դժվարություններ հաղթահարել ու
Ստացվեց։ Ինձ թվում է դա երևում է նույնիսկ կադրից է երևում, թե դու որքան շատ ես աշխատում, ջանք դնում այդ ամեն ինչի մեջ։ Ես շատ հաճախ չեմ էլ ասում, հետո երբ արդեն պատրաստ է նախագծերը ներկայացնում ենք, ասում են երբ ես հասցրել, զարմանում են, իդեպ այս տարի շատ նախագծեր ենք ներկայացնելու, այն նախագծերը, որոնց վրա աշխատել ենք 2 տարի, 2-3 տարի։ Օրինակ այս տարի ներկայացնելու ենք Կոմիտաս ըստ Արտուր Գրիգորյանի, այսինքն Պապայի մշակման Կոմիտասի երաժշտությունը, այդ ներկայացումը, որը վերաբեմադրեցինք, նաև ձայնագրեցինք եւ ալբոմը վերջապես կներկայացնենք այս տարի ու հուսով եմ արդեն ոչ միայն հայերը կլսեն, այլ նաև աշխարհը կճանաչի թե Կոմիտասին, թե Արտուր Գրիգորյանին։ Սպասում ենք։ Իրականում նույնիսկ մանկական ներկայացումները, որ ձեր մոտ գալիս եմ, ներկայ եմ լինում, այնքան հայրենասիրական գիծ կա մեջը, որ գուցե դա երեխաները չեն հասկանում, բայց ես նստած մեկ-մեկ նստում, լացում եմ, հուզվում եմ։ Այ հիմա քանի որ մենք շատ սեպարացված ենք, չես վախենում այլ արձագանքներից, երբ որ շատ հայրենասիրական թեմաներ ես արծարծում քո ներկայացումներում։ Ես շատ եմ սիրում Հայաստանը, շատ եմ սիրում Արցախը ու դա երևի միակ տեղն է, որ կարող ենք էլի եւս մեկ հնարավորություն ունենալ պատմել նոր սերնդին, երեխաներին մեր հայրենիքի մասին, մեր հայրենիքի կարևորության մասին, նույն սերը, որ այդ պլանշետներից, iPhone-ներից դուրս գան, այդ Roblox-ներից դուրս գան ու հասկանան, որ ապրում են աշխարհի ամենաչքնաղ երկրում ու կարևոր են գնահատեն, սիրեն հայրենիքը ու եթե սիրեն, եթե ստացվի, ապա լավ քաղաքացիներ կդառնան ու ել ավելի կզարգացնեն մեր երկիրը։ Ինձ համար դա ամենակարևորն է։ Հա, իսկապես ես խորհուրդ կտամ մեզ հետևող մայրիկներին եւ հայրիկներին իրենց երեխաներին անպայման ձեր հատկապես մանկական ներկայացումներին բերել, որովհետեւ ես կարծում եմ, որ երեխաները ձևավորվում են, մեր հասարակություն ձևավորվում է հենց մանկուց ու պետք է, որ նույնիսկ վախերին դեմ գնալով այդ ճիշտը դնել երեխաների մեջ փոքրուց, մանկուց դեռ։ Շնորհակալ եմ։ Քանի որ նաև խոսեցիր, որ դու շատ արագ որոշում ես կայացնում նույնիսկ անձնական, հա, հարաբերություններում, դու չես սիրում անձնականի մասին խոսել, բայց հիմա օրինակ իմ տպավորությամբ ամեն դեպքում գուցե սխալվում եմ, Հայաստանում բաժանությունները շատ սովորական երևույթ են դարձել, այնինչ թեկուզ 10 տարի առաջ դա սովորական չէր, մարդիկ շատ ծանր էին վերաբերվում, քո դեպքում ինչպես է եղել եւ երբ որ արդեն այդ իրավիճակում ես հայտնվել, հա, բաժանությունից հետո մարդը ստեղծում է մի նոր պատմություն, հա, երբ որ մենակ մնացիր, այդ մենակ պատմությունը ստեղծելիս վախ կար, մենակ չմնացի, որովհետև Կայան ինձ հետ էր, ու Կայան էր ապրեցնում այդ մի քանի տարին, իրականում 12 տարի է անցել արդեն, դժվարությամբ եմ հիշում նաև այդ շրջանը ապրումներս, եղել է երկար դադար աշխատանքային, վերադարձել եմ ծնողներիս բնակարան, նրանց հետ եմ ապրել ու բնականաբար պապայի, մամայի աջակցությամբ եմ կարողացել ոտքի կրկին կանգնել, բայց այստեղ շարժիչ ուժը եղել է Կայան, ով չի թույլ տվել վախենալ, չի ապրել հանուն քեզ, հանուն երեխայի։ Այդ ժամանակ բայց ընկալել ես, որ սկսվում է քո կյանքի մի նոր էտապ, բնականաբար, դեռ շատ լավ չէի պատկերացնում ինչ եմ անելու, բայց կարծես ամեն ինչ ճիշտ ժամանակին եղավ։ Դու նաև հաճախ ես ասում, որ առանց ծնողներիս չեմ կարողանում ապրել։ Հիմա նաև ծնողներին կպած մարդ եմ։ Հա, իսկ դա եղավ այն ժամանակվանից հետո, երբ որ արդեն գնացիր ծնողների հետ ապրելու, թե Չէ, միշտ է մեր կապը շատ ուժեղ եղել։ Ու հա, ավելի դժվար է եղել նրանցից հեռու ապրել։ Ես շատ տանը ծնողներին կպած մարդ եմ ու շատ կապված եմ եղել պապայի հետ, շատ լավ ընկերներ ենք եղել, ամեն ինչից խոսել ենք, ամեն բան քննարկել ենք միասին ու նույնը մայրիկիս հետ, հիմա շարունակում եմ մամայի հետ ապրել ու
Ինքն էլ չի ուզում երևի արդեն երևի շատ հարմարավետության այդ կոմֆորտ զոնայում եք երկուսը։ Մեզ լավ է երեքով։ Մայրիկդ նյարդաբան է, կարծեմ, մասնագիտությամբ քո վախերի հետ աշխատել է երբևէ։ Միշտ պապան էր ասում, վախ չէ, բայց նյարդաբան, մասնագիտությամբ նյարդաբան է եւ ասում էր բուժի մեզ։ Բնականաբար բոլորիս մոտ լինում են նյարդային շրջաններ։ Միայն երևի թե որպես մասնագետ երբեք չենք խոսել, բայց այն որ պարզապես խոսելով հանգստանում ես եւ ճիշտ որոշումներ կայացնում, կարծում եմ ոչ միայն մայրիկն է, այլ նաեւ մասնագիտությամբ նյարդաբան։ Ուղղակի դա մենք չենք քննարկում, որ որպես մասնագետ ես դիմում տարբեր հարցեր։ Նույն նյարդաբանների հետազոտությունները հաճախ ցույց են տալիս, որ մարդիկ ոչ թե վախենում են սխալվելուց շատ հաճախ, այլ վախենում են ուրիշների կարծիքներից։ Դու շատ կատակասեր, մեկ-մեկ նաև նույնիսկ պոֆիգիստի տպավորություն թողնող մարդ ես։ Քեզ համար ինչ դեր ունի մարդկանց կարծիքը, արդյոք մտածում ես ինչ կմտածեն իմ մասին, ինչ կմտածեն այս նախագծիս մասին, ինչ կասեն, եթե այսպես անեմ, այնպես անեմ։ Բացարձակ քո նշած պոֆիգիստը չեմ եղել։ Չէ, բայց այդպես է երևում։ Գուցե դառնում եմ, աշխատում եմ այդ ուղղությամբ, որովհետև ես շատ հաշվի եմ առնում կարծիքները հանդիսատեսի։ Բնականաբար, եթե ինչ-որ բան դուրս չի գալիս, սկսենք օրինակ առաջին հաղորդումներում երաժշտությունը բարձր էր, իջեցրեք, հաշվի եմ առնում, իջեցնում եմ, այսինքն կարծիքը եւ կարդում եմ, եւ լսում եմ, եւ ընդունում եմ հաճախ։ Բայց գիտես մեծ նախագծերի որոշումներ կայացնելուց այդտեղ երևի թե կարծիքներ շատ չեմ առնում, հաշվի առնում։ Գուցե ինքս արդեն պատկերացնում եմ ինչ եմ ուզում, դա երկար մտքումս խմորում եմ եւ այլն ու վերջում երբ արդեն գիտեմ ինչ եմ ուզում, մինչև էլի զրոյից սկսեմ բացատրել ու կարծիքներ լսել, իմ ժամանակը, իմ էներգիան, գուցե իմ մոտիվացիան կկորի ու որոշում եմ ուղղակի անել, վերջում տեսնել լավ է ստացվում, թե ոչ։ Իսկ անձնական հարցերում այդ կարծիքները լսում ես, հաշվի ես առնում։ Կապված անձնական կյանքիս հետ, չէ։ Քո մասին, անձնական ինչ-որ կարծիքներ, որ քո մասին, օրինակ, մանեն, չգիտեմ։ Օրինակի ինչ։ Չգիտեմ։ Մանային մազերը չի սազում Օրինակ։ Գուցե հա, հաշվի առնեմ։ Կարդում ես այդ կոմենտները։ Հա, բոլոր կոմենտները կարդում եմ դեպ։ Քանի որ դու քո հյուրերին իրանց մասին վատ կոմենտները ասում ես։ Երբեմն աբսուրդ կոմենտներ լինում են իհարկե, երբեմն շատ ծիծաղելի։ Բայց հիմնականում, այսպես ասեմ, անչափ շնորհակալ եմ, որ շատ դրականն են գրում ու կարողանում են դրականը ոչ միայն զգալ, այլ նաև արտահայտել, այդ շատ կարևոր գիծ է։ Այդ միանշանակ մենք շատ հաճախ այդ շնորհակալություն հայտնելու, շնորհակալ լինելու մշակույթը շատ հաճախ չունենք մեր մեջ, չգիտեմ, այդ ինչի։ Բայց վերջին տարիներին փաստորեն դրական միտում կա։ Այդ շատ լավ է, որովհետև մի շրջան կար, որ միայն բացասական, եթե գրում էին, անգամ եթե լավ կարծիք ունեին, չէին գրում։ Իսկ ո՞րն է եղել այդ ամենասյուր կարծիքը, որ լսել ես քո մասին։ Պետք է հիշեմ։ Ինչ-որ սկրինշոթեր ունեմ, պետք է մանգամ գտնեմ։ Լավ, այդ ընթացքում եթե հիշես, ասա։ Ստորիներ անում եմ, եթե դա ինչ-որ աբսուրդ։ Հա, օրինակ, երբ Եկատերինա Վարնավաներ եկել, ջղայնանում էին, ինչ ենք ռուսերեն խոսում։ Մի հատ էլ հարց հետաքրքիր է, մենք հիմա անդադ խոսում ենք տրամաբանական վախերից, որոնք որ քո կյանքի ընթացքում կորուստ, ցավ եւ այլն իրանք իրար հաջորդել են։ Ունես իրացիոնալ վախեր, օրինակ երբ պիտի նկարենք, ասացիր մազից եմ վախենում։ Չէ, մազից զզվում եմ, որովհետեւ դու ինձ ասացիր, որ ինչ-որ սև արկղ է լինելու։ Այո, դրա մասին մի քիչ հետո։ Ես կատուներից եմ շատ վախենում ու իդեպ կատու ունեցել ենք, մենք պահել ենք տանը կատու, շատ նորմալ հարաբերություններ ենք ունեցել կատուի հետ։ Բա ինչ ես ուզում աշխարհի մյուս կատուներից։ Միշտ եղել է եւ կաշուն, տարբեր շներ ենք ունեցել, բայց երբ ուսանող էի փողոցում այդ տրավման, հա, պատմեմ, փողոցում մի աղջիկ կարկանդակ պերաշկի էր ուտում եւ այսպես քայլում էր արագ ուսանող աղջիկ ու կատուն 2 մետր հեռավորությունից գետնից թռավ գլխի վրա այդ աղջկա կամ ուզում էր
կարկանդակը գողանար կամ չգիտեմ, ու սկսեց գզել մազեր։ Մենք շատ վախեցանք, դե բնականաբար շատ երիտասարդ էինք ու արագ փախանք համալսարան, բայց այդ տրավման մնացել է մինչ օրս։ Ես այնքան եմ վախում կատուներից մտածում ես կգան ճանապարհ։ Ես ավտոյին չեմ մոտենում, եթե ավտոյի մոտ կատու է ու այդ բանը իրականում շատ ծիծաղելի է, մեծ կին է ու խնդրում եմ կօգնեք այդ կատուն։ Բայց վախա։ Շատ ծիծաղային ստում շատ ծիծաղելի է, շատ։ Ընկերներս միշտ ասում են պետք է հաղթահարես այդ վախը։ Կատվի ձագերից չեմ վախենում, բայց կան կատուներ, որոնց հայացքից արդեն զգում եմ, որ ինքը այլ պլաներ ունի։ Պիտի աշխատենք այդ ուղղությամբ։ Մանե, իսկ քեզ սնահավատ համարում ես։ Մեկը կատուն է։ Ահա, абսուրդ վախերից բացի։ Սնահավատ ես քեզ համարում։ Ցավոք ունեմ նման բաներ։ Օրինակ, չգիտեմ, կատու ասեցի, դրանից հիշեցի։ Եվ քրիստոնեությանը դեմ է սնահավատությունը, բայց ունեմ որ դիմացը սև կատու անցնի կփոխես։ Սևն չէ, կատու անցնի կփոխեմ։ Հիմա մեզ կքլնգեն սնահավատ լինելու համար։ Բնականաբար ինչ որ հոգեբանական գուցե վախ է, էլի վախ ասենք, սնահավատություն չասենք։ Մտածում ես, լինում է չէ, որ ասում ես, եթե լուսակիրը մինչև կանաչը փոխի, ես անցնեմ, ուրեմն այս իմ միտքը կիրականանա, այսինքն ուղղակի քո մտքերը կառավարելու եւ ճիշտ եզր կուղարկելու մասին է այդ ամեն ինչը, նույնը այդ կատվի, եթե անցնես ճանապարհը, գուցե ինչ որ վատ բան լինի, վախ է ավելի շատ, քան սնահավատություն։ Եկեք այդպես կոչենք, որ մեզ չքլնգեն եւ վատ մեկնաբանություններ չգրեն։ Բնականաբար բոլորս քրիստոնյա ենք եւ հավատում ենք Աստծուն։ Այո։ Մանե, կուզում խոսես այն վախի մասին, որը փոխեց քո կյանքը, որովհետև ունեցել ես քրոջ կորուստ, ամենահարազատ մարդու հայրիկի կորուստ, անձնական կորուստներ, արդյոք այդ կորուստներն են, որ ձևավորել են քո ամենամեծ վախերը կամ գուցե ամենամեծ վախերը փոխել են քեզ։ Այդ կորուստները արի այսօր շատ չխոսենք կորուստների մասին, կորուստների պատճառով դարձել ես ավելի ուժեղ, դարձել ես այն մարդը, որ կաս, շատ բաներ զոհաբերելով փորձում ես գոնե ուժեղ երևալ ու այդ ուժեղ երևալը կորցնելն էլ գուցե վախ լինի, որ մարդիկ քեզ չտեսնեն թուլացած, իսկ նման բաներ շատ են լինում։ Իսկ ինչու։ Նորմալ է, կարծում եմ յուրաքանչյուր մարդու մոտ լինում է։ Երբ մենակ ինքն իր հետ է մնում, արդեն այն կարգավիճակում է, որ կարող է իրեն թույլ տալ թուլանալ։ Էլ այդ ներվը չկա, որ պետք է ուժեղ լինես։ Ազնիվ ես ինքդ քո հետ։ Չէ, շատ լավ է։ Իսկ եթե ազնիվ ես, ուրեմն նաև թույլ ես։ Հա։ Իմ բարագայում։ Հա։ Ես հաճախ հոգնում եմ, որ ինձ անվանում են ուժեղ։ Ուժեղ, հա, չեմ ուզում։ Ասում եմ, էլ չեմ ուզում ուժեղ լինեմ, ուզում եմ մեկ թույլ լինել։ Բոլոր ուժեղ կանայք ինձ թվում է ունեն այդ սինդրոմը։ Բոլորս ուզում ենք ինչ-որ մի պահի թույլ լինել։ Պաշտպանության կարիք ունենալ։ Դրա համար եմ ասում, դա շատ նորմալ է, թուլությունը վատ բան չէ գուցե։ Գուցե պետք է փոխենք մեր ընկալումը թուլության կամ վախերի մասին։ Թուլությունը շատ նորմալ բան է ու պետք է չվախենալ երևալ թույլ։ Նաև մտերիմների մոտ։ Իսկ ինձ մոտ դեռ միայն ինձ հետ է լինում։ Հետաքրքիր էր, որովհետև իսկապես քեզնից լրիվ այլ զգացողություններ, վայբեր են գալիս։ Վերջերս սոցցանցերում մի հայտնի տրենդ կա 16 թվականի եւ 26 թվականի, երբ որ մարդիկ իրար հետ են խոսում։ Եթե հանդիպեիր քո 16 թվականի Մանեի հետ, ինչ կասեիր իրեն։ 16, 17, 18 19 թվականները այնքան լավն էին, չեմ կարող ասեմ, որ հիմա ավելի լավ է, քան այն ժամանակ։ Այդ տրենդերը, որ գիտես, մեզ հաջողվեց, մենք հասանք, հա, գուցե աշխատանքային ձեռքբերումները եւ նախագծերը շատ ավելի շատ են ու հա կարիերայի իմաստով հիմա շատ ավելի լավ է, բայց միևնույն է տարիները անփոխարինելի էին ինձ համար ու
ուղղակի կասեի գնա գրկի մարդկանց, որոնց գուցե կորցնես։ Չէ, ինձ մոտ հակառակն է, այսինքն միևնույն է տարիները ավելի ջերմությամբ ու կարոտով եմ հիշում, քան այն ինչ որ կարիերայի իմաստով այսօր ունեմ։ Քանի որ մենք սև արկղերն ենք բացահայտում քո։ Բացելու ենք սև արկղը։ Այո։ Մենք ունենք սև արկղ, պիտի խնդրենք մեր թիմին օգնել։ Հիմա փակելու ենք քո աչքերը։ Դու գուշակելու ես, թե ինչ է դրված սև արկղի մեջ։ Եվ ես քեզ խոստացել եմ մազ եւ կատու չի լինի, այո։ Եվ եթե դու գուշակես ինչ է դրված այնտեղ, խնդրում եմ տեղադրենք այստեղ, այո։ Փակենք, օй։ Արի այսպես անենք, ես բացեմ։ Փակեմ արդեն։ Չես տեսնում, չէ՞։ Չէ։ Մեկ վարդյան։ Բայց վախում եմ։ Ուրեմն մենք մեր նպատակին հասանք։ Մեր հաղորդման նպատակին ուրեմն հասանք։ Դուք ուզում եք վախեցնել ինձ։ Մի քիչ, չվախեցնենք։ Եվ եթե գուշակում ես, ուրեմն մենք նվեր ունենք քեզ Talking Candles-ի կողմից, մոմեր եւ արոմապրոդուկտներ ստեղծող բրենդ է։ Լավ, շարունակությունը կասեմ, երբ բացես աչքերդ։ Դնեմ քեզ մոտիկ։ Հա, չգիտեմ։ Արկղարի դնեմ քեզ մոտիկ։ Հա։ Շարժվող բան չի, չէ։ Հա, չէ։ Ոյ։ Ինչա։ Չորացած ծաղիկ ոնց որ լինի։ Այո, տես ինչ բարի եմ քո նկատում։ Այո, բացիր աչքերը։ Ես ուտում եմ չորացած ծաղիկ է, թե չորացած ինչ-որ բզես։ Մերսի շատ։ Ես ավելի վատ էի սպասում։ Իրականում ես փորձել եմ, աչքերդ փակ չորացած բզեզի է նման, եւ քանի որ դու գուշակեցիր մեր հաղորդման գործընկերոջ կողմից, Talking Candles-ի կողմից քեզ նվիրում եմ մեր նվերը։ Talking Candles-ը մոմեր եւ արոմապրոդուկտներ ստեղծող բրենդ է, ստեղծվել եւ արտադրվում է Հայաստանում արդեն 5 տարի շարունակ։ Բրենդի հիմքում կրեատիվը եւ օրգանիկան միքսելն է բույրերի մեծ տեսականիով։ Շատ եմ սիրում մոմեր ու շատ եմ սիրում որ Հայաստանում է արտադրվում։ Կարծում եմ նաեւ քանի որ դու շատ զբաղված գերհոգնած ես տուն վերադառնում, քեզ անընդհատ պետք է լավ բույրերով շրջապատել, դրա համար հուսանք քեզ օգտակար կլինի։ Աբսուրդն է, որ նման նվերները տանում եմ աշխատասենյակ, որովհետև ես այնտեղ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում։ Լավ, մենք մեր սև արկղը հեռացնենք։ Քեզ խոստացել էի, որ սերիալներից պիտի խոսենք։ Հա, սերիալներ շատ եմ սիրում ու նայում եմ։ Երբեմն Լիլիթի հետ քննարկում ենք։ Այո, երբեմն ես նայում եմ իր սթորիները, որ գողանամ, տեսնեմ ինչ լավ սերիալներ ունի նոր, եւ ես ինքս միանամ։ Իրականում վերջին մեր հատվածն է զրույցի։ Հա։ Քանի որ հաճախ մեր վախերի ու տրանսֆորմացիաների փոփոխությունները սերիալներում են գտնում, կարծում եմ նաև դրանով է պայմանավորված, որ վերջին տարիներին մարդիկ ավելի շատ սերիալներ են դիտում, քան թե ֆիլմեր։ Կարծում եմ կհամաձայնես։ Ու լավագույն Հոլիվուդի դերասանները արդեն նկարահանվում են սերիալներում, ինչը նշանակում է, որ սերիալների նշաձողը շատ ավելի բարձր է, քան նախկինում։ Այո, եւ ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, որոնք ուզում են իրենց վախերը հաղթահարել, որ սերիալի միջոցով կարելի է դա անել։ Վախերը հաղթահարելու սերիալներ չեմ կարող առանձնացնել, բայց կարող եմ վերջին դիտած սերիալները, որոնք հավանել եմ ու խորհուրդ եմ տալիս, գուցե վախեր ունենալով նայես ինչ որ բան կփոխի, չգիտեմ, օրինակ Dark Matters-ը գուցե քեզ հանգստացնի, որ իրականում կան ալտերնատիվ իրականություններ ու այն իրականությունում այնպես է, ինչպես դուք ուզեիր կամ խոսքով։ Քիչ կտրվում ես, բայց իրականությունից Black Mirror-ը, Սեփայլին, Սեփայլին,
որտեղ ամեն էպիզոդը նոր պատմություն է ու իրականում այն առաջին էպիզոդները, որոնք դիտում էինք տարիներ առաջ, արդեն որոշակի առումով իրականություն են դառնում ու վախեցնող են նոր սերիալները։ Այդ եթե վախեր ունեք, մի նայեք։ Ես վերջերս նաև Succession-ի մեջ մի հետաքրքիր արտահայտություն ֆիքսեցի, որ ասում է, եթե ինձ տանեն բանտ, ես առավոտյան չեմ կարողանա սոված փորին գինի խմել, որը իմ ամենասիրելի բանն է, այսինքն սերիալների մեջ հասկանում ես, թե որքան սյուռ վախեր կարող են ունենալ մարդիկ։ Եվ եթե մարդիկ կան, որոնք այսօր որոշակի վախեր ունեն, դու ինչ խորհուրդ կտաս, որպես մեր հաղորդման ամփոփում։ Հաղորդում ասեցի, տես չեմ կարողանում ոդքասթ ասել։ Հաղորդում է, ոդքասթն էլ է հաղորդում։ Չէ՞ որ կադրում ենք միևնույն է։ Վախենալը եւ վախեր ունենալը շատ նորմալ է։ Ամենաուժեղ, ամենահզոր քաղաքական գործիչները, հոլիվուդյան աստղերը, երգիչները, դերասանները բոլորը ունեն տարբեր վախեր ու այդ վախերն ունենալը շատ նորմալ է։ Պետք չի մտածել, որ այդ վախերը շուտ կհաղթահարես կամ կհաղթահարես թե ոչ, ուղղակի պետք է սովորել այդ վախերով ապրել։ Եթե ստացվում է, ինչու ոչ։ Ես այն օրինակը չեմ, ես քեզ եթերից առաջ ասացի, որ ես չեմ կարող լինել օրինակ, որովհետև ես ունեմ վախեր։ Չեմ հաղթահարել անգամ կորստի վախը, որի մասին խոսում ենք, ես այդ չեմ հաղթահարել։ Կորցրել եմ։ Կորստի վախը երբեք չենք էլ հաղթահարում, ուղղակի սովորում ենք ապրել իր հետ։ Այսինքն ուղղակի պետք է սովորես երբեմն այդ վախի հետ առել էսպես, բայց փորձես արհամարել նրան ավելի հաճախ։ Շնորհակալ եմ Մանե։ Ես եմ շնորհակալ ու ուզում եմ, որ շատ հաջողություն ունենա այս ոդքասթը։ Շատ շնորհակալ եմ։ Դե ինչ, մեր հյուրն էր Մանե Գրիգորյանը, սիրված հաղորդավար եւ Երգի պետական թատրոնի տնօրեն։ Մերսի։ Շատ փոստորեն լիք վախեր ունենք։ Փաստորեն։ Բոլորը ասում են բզեզա չորացրած, ասեցի լավ է։ Հա, մտածում էի։ Բայց ավելի վախենալու դեպքեր են լինում։ Ինչ ես դրել հետ։ Չէ, արի չասեմ, որ նա է։ Մուկ դրել ես։ Չէ։ Կենթանիների պաշտպանները մեզ կքարկոծեն իրականում։ Դրա համար կենթանի չեմ ուզում։